Պարոն Գրիգորյան, դուք ձեր գրառմամբ էլ նշել էիք, որ կանխատեսում եք այս հազար ներողություն, իսկ թե հիմա պիտի հագադարձեն, որ առաջարկել էիր, պնդեիր, առաջ տաներ, ժողովուրդ ջան, 4 խմբակցություններից 3-ը, մեկը գիշերը, մյուսը առավոտ, հայտարարությունը արդեն արել էր։ Այսինքն այն տարբերակը, որ ես պնդեի առաջ տանեի, այդ տարբերակը այդ ժամանակ փակված էր, չկար այլ տարբերակ, այսինքն եթե երկու խմբակցություններից 3-ից 3-ը համաձայնություն են տվել քվեարկելու Վարդան Ղուկասյանի կոմունիստական կուսակցության օգտին, ես այս պարագայում մենակ էի։ Բայց դա ինչ կապ ունի, պարոն Գրիգորյան, դուք եթե դրեթադրենք դուք էլ լինեք, դուք էլ կառնանանաք նույն Այս երկրում ժողովուրդ ջան, բոլորն խոցելի են, հասկանալի է, բոլորն խոցելի են։ Ես էլ եմ ասում, այստեղ խնդիրը խառնվածքի մեջ էր։ Խառնվածքի ու պահելու։ Եղածը պահելու մեջ էր։ Պարոն Գրիգորյան, բայց եթե դուք այս ելքը կանխատեսել էիք ամիսներ առաջ, ինչ կապ ունի, թե ինչ կասեին աթոռակռիվ կասեին, ինչ կասեին, դուք նշել էիք ձեր գրառման մեջ, որ չլսեցին սկզբունքային փորձառու քաղաքական գործչին։ Դուք լինելով այդպեսին, ինչու միջև վերջ չգնացիք հանուն գյումրեցու եւ Գյումրու շահերի, այլ դուրք տվեցիք այն քննադատություններին, որ ասում էին կներեք, բայց ասում էին Մարտունը փակ դռների հետևում քննարկում է գործարքի գնալ եւ այլն նման մեղադրանքներ կային։ Ինչու դրանց դուք դուրք տվեցիք։ Եղավ այդ փակ դռների հետևում քննարկումը, եղավ այդ գործարքը, այն ժամանակ երբ որ մանդատը վերցրեցի Արտուր Վանեսյանից հետո մի րոպե, այդ ժամանակ բոլորը վերլուծում էին, մտածում էին, որ Մարտուն Գրիգորյանը դուրս է գալիս պատիվ ունեմ խմբակցությունից, համագործակցելու է ԿՊ-ի հետ, նմանատիպ լուրեր, ինֆորմացիաներ տարածվավ։ Այդ չստացվեց։ Քաղաքապետի ընտրություններին առաջադրվելուց Մարտուն Գրիգորյանը առաջադրվելու է, որ քաղաքացիական պայմանագրի հետ չգիտեմ ինչ։ Այդ էլ չստացվեց։ Ընտրություններից հետո փակ դռների հետևում Մարտուն Գրիգորյանը պայմանավորվածություն, չգիտեմ ինչ, այդ ընթացքում էլ տեսակ, որ ամբողջությամբ ամեն ինչ կախված էր ինձանից։ Քաղաքը գնալու է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, թե մնալու է ընդդիմությանը, այսինքն այդ հավաքական հաղթանակին է գնալու։ Այդտեղ էլ Մարտուն Գրիգորյանը ցույց տվեց իր սկզբունքային լինելը։ Հիմա նորից այստեղ արդեն այն, որ ասում է ես ընկնում է, տանագավորները շատանում են։ Այն ժամանակ բոլորը ասում էին Մարտուն ասա, ինչի չես ասում, ինչ ես մտածում, ձեր ասածի պես պայմանավորվածություն փակ դռների հետևում, այս պայմանավորությամբ ժողովուրդ ջան Մարտունը արել է իր քայլը այս մասով, հիմա որ խնդրի առաջ է կանգնեն, նույն ընդդիմությունը, նույն այս հաղթանակը այս վիճակի մեջ է հայտնվել, հիմա այսպես կներեք էլի այդ բարիս համար կռայնին էլի մնալու է Մարտունը, թե Մարտուն ջան դե որ գիտեիր որ այդպես է չանիր։ Ես ասեցի որ այստեղ կար հնարավորության խնդիր, իսկ ինչ մնում է ճնշումներին, այդ որ տարբեր Բորիսներու, չգիտեմ լավ, էլ բոլորին անվանական չգնան, որ կարողացանք ճնշել Մարտունին, որը գնաց այս քայլին, այս ինչ արեց, այն ինչ արեց, ինձ վրա ոչ մեկը չեն կարողացել ճնշում գործադրել։ Ես բացարձակապես բացի իմ թիմից այս պայմանությամբ հստակ ասում եմ լրատվության առաջ բոլորի դարչև ոչ մի քաղաքական ուժի հետ, ոչ մի քաղաքական թիմի ղեկավարով ու ղեկավարի հետ պայմանավորված չի եղել իմ հայտարարությունը։ Որովհետև դուք մի քանի օր, պարոն Գրիգորյան, ավելի շատ չեք հայտարարում ձեր որոշման մասին եւ ասում են ինչ որ տեղից այո ճնշում է եղել, որ դուք հանգել եք այդ դրան։ Բայց ես ինչի պիտի շտաբ էի։ Շտաբողականության հետևանքը մենք տեսանք ինչ եղավ, շտաբելու խնդիրը չկա, այլընտրանքը չկար, որովհետև այդ ժամանակվանից հետո, լույսը բացվելուց հետո, երբ որ արդեն այլընտրանքը չկար, ես փորձել եմ տարբեր տեսակի այլընտրանքներ բացատրել, թե ուղիղ, թե միջնորդավորված, տարբեր մարդկանց, որ կա այլընտրանքային տարբերակ, կա հետ, կա տարբերակ, բայց այստեղ ժողովուրդ ջան, ինձանից կախված չէ ես ցկելով, այդքան հարված ին վրան վերցնելով, այդքան լրատվական, այդքան ժողովուրդը ինչ ասես մտածեցին, չէ, Մարտունը ձեր ասած պես ամեն ինչ մտածեցին, բայց ես турք չեմ տվել, ոչ այդ կոմենտներին Facebook-յան, ոչ այդ լրատվական հարցակումներին, ու իդեպ այդ լրատվական հարցակումներն մենակ պայմանավորված չէր, այդ ժամանակ դեռ իշխանությունը լուր էր։
իշխանությունը լուր էր, սպասում էր միգուցե Մարդունը այնպիսի բան անի, որ իրենց սրտով լինի, իրենք ոչ մի բան չէին ասում։ Այդ ընթացքում ընդդիմադիր լրատվամիջոցներն էին հարձակման ենթարկել Մարդուն Գրիգորյանի ու ընդդիմադիր վերլուծաբաններն ու բլոգերները։ Պարոն Գրիգորյան, ավականներսել մի հատ ճշտող ավականիում հիմա ուժերի դասավորվածությունը այնպես է, որ եթե ընդդիմադիր ուժերից որևէ մեկը փորձի ԿՊ-ին ձայն տալ, իրենք կարող են իրենց տեխնացուն առաջացեն, ճիշտ եմ հասկանում, որ դե 14-19-ներ, այս բային քաղաքապետը կալանավորված է, 14-18 է, իսկ այնտեղ մեծամասնություն ունենալու համար պետք է 17։ Բացառում եք, որ ձեր խմբակցությունից որևէ մեկը կմիանա։ Դուք գիտեք, որ տարբեր տեսակի ճնշումներ, եթե քաղաքապետի թիմի նկատմամբ ճնշումները սկսվել է վերջերս, իմ թիմի նկատմամբ ճնշումները ժողովրդական ընդրությունների հաջորդ օրվանից, երբ որ ինձանից շատ բաներ կախված, այդ օրվանից մինչև այսօր տարատեսակ ճնշումներ, թե լրատվական, թե նմանատիպ ամբիոններից հրահրելով, պատերազմներ հրահրելով, արնահեղություն, այս մարդկանց սիրտը արուն է ուզում ու անպայման դեն արունը Գյումրիում է ուզում։ Գուցե դիմենք իրավապահ մարմիններին, պարոն Գրիգորյան։ Դե իրավապահ մարմիններին դիմելու խնդիրը որն է, ինչ իրավապահ մարմիններին դիմելը որն է, իրավապահ մարմինները այսօր իրենց գործը շատ լավ անում են Գյումրիում, այդ ամեն ինչը տեսանք, ու չաջերտավոր էլի, շատ լավ է, Գյումրիում մենք տեսանք ինչ էր։ Կալանավորումից սկսվում է, արունահեղություն են ուզում եւ այլն։ Այսինքն ձեր կարծիքով հիմա որ արունահեղությունը կանխվի, լավագույն սցենարը որը պետք է լինի, դուք ինչ եք առաջարկում։ Չգիտեմ, պիտի ուշադիր լինենք, պիտի ուշադիր լինենք, պիտի զգոն լինենք, պիտի ամեն րոպե այս մասին խոսենք, այս մարդկանց ուզած ինչը մեզանից ստանալ մեկից կաշառակեր անմեղության վարկածը հաշվի առնելով, կանխավարկածը հաշվի առնելով, ես այդ մասին բացարձակ բան չեմ ասում, որովհետև այս պայթերությամբ հստակ ինչ-որ բան չկա ու չեմ եք աշկանդվում, որ եթե վաղը մյուս օր դատական վճիռ լինի հստակ ապացուցվի մեղքը, ես բնականաբար ուղիղ տեքստով իմ գնահատականը տալու եմ այդ ամեն ինչին։ Բայց այսօր ամեն ինչը տանում է դրան, որ մեկից ստացան հարաբերական այս պայթերությամբ չագերտավոր ստացան կաշառակերի տարբերակը մյուսին էլ բնականաբար այս պայթերությամբ երևի թե փորձելու են ինձանից էլ ստանան կրիմինալը, կռիվ, ծեզու ջարտեր, չգիտեմ այն ու բնականաբար դրանից բխող մնացած հետևանքներ։ Դուք Վարդան Ղուկասյանին քաղաքալացյալ համարում եք, պարոն Գրիգորյան։ Երևի դրա մասին ավելի շատ դուք պիտի ներկայացնեք քաղաքալացյալ է, թե քաղաքալացյալ չէ, բայց այն որ քաղաքապետ ընտրվելուց հետո այս իրավիճակում արդեն ձերբակալված է, էլ եմ ասում անմեղության կանխավարկածը կա։ Եթե մեղավոր է, ճիշտ ասած ձայնագրություններ, մենք նմանատիպ ձայնագրություններ բազմիցս լսել ենք ու տեսել ենք, որը հետագայում պարզվել է, որ մեկը կդրված էր կոնտեքստից, մեկը չգիտեմ ինչ է եղած, դրանով էր պայմանավորված։ Ես հստակ այս առումով ոչ մի բան չեմ կարող ասել, քանի որ փաստը չկա։ Եթե փաստը լինի վերջնական, լինի, որ իրականություն է, այս ամեն ինչը բնականաբար քաղաքալացյալ չէ։ Իսկ եթե պարզվի, որ սարկած, կծած ինչ-որ բանով սարկած կարած գործ է, այդ պարագայում արդեն ձայնագրության մեջ ասում է կներեք, ձայնագրության մեջ ասում է վերու է 4 միլիոնը եկեղեցու նկարիչներին պարտքեն։ Դա Ժողովրդյան, ես բացարձակապես այդ դետալների մեջ չեմ ուզում խորանալ։ Կա իրավապահ մարմիններ, կան փաստաբաններ, կա դատարան, թող գնան իրանք այդ ամեն ինչը պարզաբանեն, ճշտեն։ Մեղավոր է, ուրեմն թող պատասխան տա, ուրեմն թող մենք էլ ամեն մեկս մեր դիրքորոշումն ու կարծիքը կհայտնենք։ Իսկ ինչ վերաբերվում է Գյումրիու կառավարման հետ կապված, այդ մասով էլ ես առաջի օրվանից ասել եմ, տալիս ենք հնարավորություն, չնայած մյուս երկու խմբակցություններն էլ նույն ձևաչափով են մոտեցել, որ տալիս ենք, բայց ոչ մի պաշտոն չենք վերցնում ու պատասխանատվության տակ չենք մտնում, իսկ քարոզարշավի ժամանակ հիմա էլ եմ ասում, քանի որ Վարդան Ղուկասյանը կալանավորված է, ես նույնիսկ չեմ ուզում անդրադառնալ քարոզարշավի ընթացքում իմ խոսույթին, թե ես ինչպես եմ ներկայացրել այդ ամեն ինչը, որովհետև այս պարագայում կլինի այն տպավորությունը, որ մարդը փորձության մեջ է, խնդրի մեջ է եւ ես հիշացնում եմ, որ իրան եմ ասել։ Մեր խոսքով, երբ
կպարզվի իրականությունը ու երբ վճիռ կլինի, ես հստակ իմ դիրքորոշումը կասեմ։